Դուք ծույլ չեք, իրականում պարզապես խուսափում է լսել ճշմարտություն, որը վաղուց պետք է ասել, ուշադրություն դարձրեք, քանի որ այս բառերը կարող են վերափոխել ձեր կյանքը։ Եթե իհարկե չեք փակում այս հաղորդագրությունը 30 վայրկյանում, քանի որ դա անում է ոչ միայն շեղել, քանի անգամ եք կրկնել ինքներդ ձեզ։ Մի պահ ես սկսում եմ, վաղը շուտ արթնանում է, երկուշաբթի ամեն ինչ փոխվում է, իմացեք, որ սա ծույլ չէ, վախ է վախենալու իրականությունից, թե ով եք դուք, որովհետև ճանաչելով, որ ամեն ինչ կախված է ձեզանից, նշանակում է պատասխանատվություն ստանձնել, եւ դա վախեցնում է շատ ավելին, քան ցանկացած արդարացում։ Դուք ծույլ չեք, դա ամեն օր միայն սխալ է, եւ ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, ես ավելի քան 60 եմ եւ մեծացել եմ հրեա ընտանիքում, որտեղ հոգնած բառը չի ընդունվել որպես հիմնավորում, պապս աշխատել է լուսաբացին, քանի որ ես ուզում էի, բայց որովհետև դա քո պարտքն էր, եւ շաբաթ օրը նա հանգստացավ, գիտեք ինչու, քանի որ ով իրոք նվիրում է, արժանի է հանգստի, ով միայն ձևացնում է, որ որևէ մեկը ավելի արագ է գործում։ Դուք սպառված չեք, այն կորած է, ապրում է մի կյանք, որը ձերն է, այն կերակրում է ուրիշների հաջողությունների վրա սոցիալական ցանցերում իր սեփականը կառուցելու փոխարեն, այն սահում է, նկատում, հավանում, բայց չի շարժվում, եւ խորը ներքև։ Սա իջնում է նրան, դա չի հանդիսանում այն կաթվածահար, բայց նպատակի պակասը, երբ մարդը գիտի, թե ինչու է առավոտյան արթնանում, նրան զարթուցիչի կարիք չունեն, այն արթնանում է ներքին բոցով, առանց անիմաստ, նույնիսկ ամենապարզ առաջադրանքները դառնում են սարեր։ Ես ձեզ կասեմ մի արտահայտություն, որը դուրս չի գա ձեր գլխից։ Ձեր ծուլության անտարբերությունը զանգահարելիս այն երբեք չի փոխվի, քանի որ պայքարում եք սխալ թշնամու դեմ, չեք ուզում շուտ վեր կենալ, դա թույլ չէ, պարզապես այն է, որ դուք չեք տեսնում ձեր աչքերը բացելու պատճառ, այն գնում է այնպիսի գործի, որը ապրում է այն մարդկանց հետ, ովքեր ձեզ չեն ներշնչում եւ կրկնում են մի սովորական, որը խեղդում է ձեր հոգին, հետո ասա ինձ, որտեղ է գալու ձեր էներգիան։ Շատերը ինձ հարցնում են. Ինչպես ես գիտակցում ամեն ինչ, օրվա ընթացքում ավելի շատ ժամեր ունեք, ոչ որդիս, ես ավելի պարզ եմ, թե ինչու եմ անում այն, ինչ անում եմ, երբ հայտնաբերում եք ձեր նպատակը, գտնում եք ժամանակ, ուժ եւ նույնիսկ ելքեր, որտեղ թվում էր ոչ մեկը։ Հրեական ավանդույթում կա ուսուցում. Եթե արթնանաք, դա այն է, որ դուք ունեք առաքելություն, հակառակ դեպքում այլևս այստեղ չէր լինի, մտածեք դրա մասին, ամեն առավոտ նշան է, որ դուք ունեք ևս մեկ հնարավորություն կամ հեռախոսի էկրանը գլորելու թափոնները կամ սկսում են լսել ինքներդ։ Այսօր դուք կլսեք այն, ինչ միշտ եք խուսափել, եւ դա հաճելի չի լինի, բայց դա իրական կլինի, քանի որ տասնամյակներ ապրողների ծանր ճշմարտությունը արժե ավելի քան 100 քաղցր ստեր նրանց, ովքեր երբեք չեն զգացել փորձի ծանրությունը։ Հիմա եկեք ավելի խորնենք, մնացեք այստեղ, ես կբացատրեմ, թե ինչու է ձեր կյանքը դեռ, ինչ անել, որպեսզի դուրս գա այս ցիկլից եւ ինչպես վերականգնել վերահսկողությունը, հավատացեք ինձ, ձեր խնդիրը ծուլություն չէ, այլ այն փաստը, որ դուք մոռանում եք, թե ով եք դուք, եւ ժամանակն է հիշել։ Գիտեք, թե որն է լճացած նրանց ամենամեծ սխալը, փնտրեք մոտիվացիան տեսանյութերում, գրքերում կամ ոգեշնչող արտահայտություններում, որոշ ժամանակ թվում է, որ ինչ-որ բան փոխվում է, բայց շուտով ապաթիա, ցկցքում, էներգիայի պակաս եւ մարդը եզրակացնում է. դա պետք է լինի, ես ծույլ եմ, բայց պապս կասեր։ Երբ ներսում կրակ չկա, մարդը փնտրում է արտաքին կայծեր, բայց իրական վառելիքը գալիս է ինքն իրենից։ Դուք ծույլ չեք, դա պարզապես ապրում է ինքդ քեզ անջատված, եւ դա ձեր մեղքը չէ, նա մեծացավ մի աշխարհում, որը ուսուցանում էր լսել բոլորին, բայց իր ձայնը, դպրոցում նրանք ասացին, թե ինչ պետք է լինի, network ցանցերում նրանք ցույց են տալիս, թե ինչպես ապրել, ծնողները նշել են անվտանգ ուղին, հասարակությունը սահմանել է հաջողություն, ինչպիսիք են տունը, մեքենան, բջջային հեռախոսը, բայց ոչ ոք նրան սովորեցրեց, թե ինչպես հարցնել։ Ինչու՞։ Ես պատմություն կասեմ, Երուսաղեմում նա հաճախում էր Մահանի Եհուդայի շուկան աշխույժ, իսկական տեղ, այնտեղ ես հանդիպեցի 20 խաղ արաբերեն, ովքեր պտուղներ էին վաճառում, ես հարցրեցի. Ինչու ես ամբողջ օրը այստեղ, արևի տակ, աղմուկի կեսին, նա ժպտաց. Ես ունեմ 4 քույր եւ հիվանդ հայր, ես ուզում եմ, որ նրանք ուսումնասիրեն եւ գիտակցեն իրենց երազանքները։ Մի շարք ես աշխատում եմ առավոտյան 6-ից, քանի որ պատճառ ունեմ, հասկացեք, նա չի կասկածի տակ է դնում, եթե նա հոգնած է, նա ինքը չի ձգտում ինտերնետում, նա պարզապես գործում է, քանի որ նա գիտի, թե ինչու է դա անում։ Հրեական ավանդույթում կա կավանայի հայեցակարգ։ Դա անելու համար բավարար չէ, անհրաժեշտ է անել մտադրության հետ, առանց կավանայի աղոթքը դատարկ է, առանց կավանայի մի աշխատանք խոշտանգում է, առանց կավանայի կյանքը տառապում է, մարդիկ վազում են շրջանակներով, մտածելով, որ դրանք արդյունավետ են,
Բայց իրականում փախչում են իրենցից, այսպիսով, օրվա վերջում դուք ինքներդ ձեզ նետում եք սպառված մահճակալին, այն զգացողությամբ, որ ոչինչ չարժի, քանի որ այն գործեց առանց խղճի։ Ինչու չեք անում այն, ինչ դուք գիտեք, որ անհրաժեշտ է։ Դուք գիտեք առողջության խնամքի կարևորությունը, զարգացնելով հարմարավետության գոտուց, ինչն է խանգարում ձեզ, դրանք ռեսուրսներ կամ ուժ չեն, պարզապես դա իմաստ է տեսնում ձեզ համար, եւ գիտեք, թե ինչու, քանի որ այն երբեք չի դադարել իսկապես լսել։ Հարցեր, որոնք դուք երբեք ինքներդ չեք հարցնում։ Ինչն է ինձ համար իսկապես կարևոր, ինչ ժառանգություն եմ ուզում հեռանալ, ինչ եք անելու առանց որևէ բան ստանալու դրա դիմաց, ով եմ ես, այն դերը ես խաղում եմ եւ ուրիշների սպասումները, երբ այն սկսում է պատասխանել դրան, դուք կդադարեք պայքարելը, ծուլության դեմ, կսկսի վերամիավորվել ինքնուրույն, սա է հրեական իմաստության էությունը։ Խոսքը ուրիշներից ավելի լավն է, բայց անկեղծ լինելով ձեզ հետ, կիրառել կյանք, որն իմաստ ունի, ոչ թե այդ հետևում է Բորբոսին։ Թալմուդում կա դասավանդում. Քեզ մնում է ավարտել աշխատանքը, բայց դուք չեք կարող ազատել դա, այսինքն դուք պետք չէ միանգամից փոխել ամեն ինչ, բայց դուք դեռ չեք կարող կանգնել, սա տանում է ճնշումը եւ ուղղություն է տալիս, պետք չէ մեկ ուրիշին դառնալ մեկ ուրիշը։ Բայց ամեն օր պետք է տևի առնվազն մեկ քայլ։ Ես հանդիպեցի մի հին իմաստուն իմ համայնքի մեջ, որը ասաց. Երբ մութ է, մի անիծիր խավարը, մոմ վառիր, դուք բողոքում եք կյանքից, հոգնածությունից, առօրյայից, ճնշումներից, դա ոչ մի դեղնուց չունի։ Մոմ վառեք, մոմը գործողությունն է, բայց փոքր, գաղտնիք գրել եք, նա մոմ վառեց, դու դուրս եկար վազելու, նա մոմ վառեց, արդյոք մեկ ժամ կախել եք ձեր հեռախոսը արտացոլելու համար, նա մոմ վառեց, լույսը ավելի լույս է գրավում, երբ սկսում եք գործել։ Էներգիան գալիս է, եւ ծուլությունը անհետանում է, քանի որ կորցնում է իր տեղանքը։ Ոնց անկանում եք գործնական քայլեր, ահա։ Նախ, դադարեցրեք ծույլ կոչվելը, ամեն անգամ, երբ դա անում ես, դուք ձեր միտքը ծրագրավորում եք իներցիա։ Երկրորդ, հարցրեք ինքներդ ձեզ. Ինչու եք աշխատում, որտեղ աշխատում եք, ինչու եք ապրում այնտեղ, որտեղ ապրում եք, ինչու եք ժամանակ անցկացնում որոշակի մարդկանց հետ։ Երրորդ, վերացրեք աղմուկը, ազատ, թե ինչից չի ավելացնում։ Դատարկ սոցիալական ցանցեր, թունավոր հարաբերություններ, անիմաստ պարտավորություններ։ Չորրորդ, մշակիր լռությունը, դատարկ խոսակցությունները նման են քամին, որը ջնջում է կրակը, դարձյալությունը ինքնուրույն ազնվության առաջին քայլն է, երբ դադարում եք լցնել յուրաքանչյուր տարածք աղմուկով, այն սկսում է լսել, թե իրականում ինչն է կարևոր։ Հինգերորդ, օրագիր գրել, ամեն օր լրացրեք մի էջ, ինչ զգացիք, ինչ եք ուզում, ինչ եք հասկացել, պարտադիր չէ գրականություն լինել։ Պարզապես ճշմարիտ եղեք, մեկ ամսվա ընթացքում դուք կնկատեք զարմանալի բան։ Ներքին բազայի ձևավորում, ինչպես արմատները, որոնք ծառ են աջակցում, դա մոգություն չէ, ինքնին ինքնուրույն գործի է։ Վեցերորդ, էջը իսկապես ակամա, գոյություն ունի հրեասում, որ ասում է, ակցիան առաջացնում է ոգեշնչում, այլ ոչ թե մյուս ճանապարհը, մի ակնկալեք, որ տրամադրությունը կժամանի որպես հրավեր, սկսեք էներգիան գալիս է շարժման մեջ, դուք մի մեքենա չեք, որը միացված է կամ անջատվում է, դա մի հոգի է, որը այրվում է կամ դուրս է գալիս, եւ ձեր առաքելությունն է այս բոցը կենդանի պահել։ Այո, երբեմն ցավում է, երբեմն վախենում է, բայց ոչինչ ավելի ձանձրալի չէ, քան առանց նպատակի կյանք, հայրս ասում էր։ Եթե զարմանում եք, թե ինչու, ամեն օր դա այն պատճառով, որ այն դեռ կենդանի է, ծուլությունը ձեր թշնամին չէ։ Դա նշան է, որ դուք անջատվել եք ձեր ներքին կողմնացույցից, դուք չեք անում այն, ինչ ձերն է, ոչ էլ ով պետք է, ճիշտ պատճառով։ Ոնց անկանում եք վերականգնել ձեր ուժը, վերականգնել ձեր իմաստը էներգիա է տալիս, հարության իմաստը մեծացնում է ծուլությունն անհետանալ առանց պայքարի, քանի որ դա պարզապես դառնում է ավելորդ։ Այսպիսով, եկեք ամփոփենք, թե իրականում ինչն է կարևոր։ Դուք ծույլ չեք, սա այն ճշմարտությունն է, որն այժմ ինքնին խարսխելու կարիք ունի, ծուլությունը հիվանդություն չէ, նախադասություն կամ հավերժ դատապարտում, դա պարզապես նախազգուշացում է ձեր հոգու մասին։ Եթե նա մտածեց, որ ինքը չունի ուժ, ապա դա իրականում նպատակ ուներ, եթե նա հավատաց, որ նա թույլ էր պարտականությունը չկատարելու համար, դա այն է, որ նա մոռացավ, թե ինչու է այդ պարտքը, հիշեք, թե ինչ է ասել Պապը, մարդը, ով փրկվել է պատերազմներ, աղքատություն, բայց երբեք չի կորցրել հոգու ուժը, նրա համար ուժը մկանների մեջ չէին կամ աշխատված ժամերին, բայց մտադրությամբ, ամենօրյա դարբնոցում, այն գիտելիքները, թե ինչու է նա արթնանում առավոտյան, ինչու է բոլորը փլուզվում։ Գիտեք ինչու հրաշատ ընտանիքներ, չնայած բոլոր փորձություններին, շարժվում են, քանի որ նրանք ունեն մեկը, ինչի համար, նրանք պայքարում են գալիքների համար, իրենց կողմից գնացողների հիշատակը, եւ կարող ես
Բայց դրա համար հարկավոր է դադարեցնել վազքը վազել, պետք է փնտրել ձեր վախը և հարցնել. Ինչ եմ ես իսկապես ուզում։ Ինչու եմ ես այստեղ։ Ինչն է ինձ այրում։ Երբ գտնում եք ձեր պատասխանները, ծուլությունը միայնակ է գոլորշիանում, դուք կզգաք ուժի հոսք, նույնիսկ եթե ձեր շուրջը ոչինչ չեք փոխվում, քանի որ ներսից ծնվում է իրական ուժը։ Ինչ անել հիմա։ Ես չեմ խոստանում, որ դա հեշտ կլինի, բայց ես խոստանում եմ, որ դա վավերական կլինի։ 1. Դադարեցրեք, օրական 10 րոպե լռություն, արթնացեք շուտ, զգացեք մի բաժակ թեյ և հարցրեք այդ հարցերին։ 2. Գրեք ձեր պատասխանները, ձեր վախերը, ձեր ցանկությունները, թերթը ձեր և ձեր հոգու միջև կամուրջն է։ 3. Գործեք փոքր, հրաշքներ մի պահանջեք, այսօր մոմ վառեք, վաղը, լույսը, ժամանակի ընթացքում կտեսնեք, որ այս բոցերը հավաքվում են կրակի մեջ։ Հիշեք, դուք մենակ չեք, միլիոններ կան, որոնք նույնն են զգում, և ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ձեզ գտնել ձեր ճանապարհը, միասին մենք ավելի ուժեղ ենք։ 1. Վերջին իմաստությունը վերցնելու համար։ Հրաժողովուրդը անցավ ամեն ինչ կորուստ, աքսորտ ցավ, բայց նա իմացավ, որ նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, կյանքը խնդրում է մեզ հետևել բաց սրտով և մաքուր մտքով, եթե այսօր ինչ-որ բան ձեզ հետ ռեզոնանսվել է, դա պատահական չէ։ Հնարավորություններ չկան, յուրաքանչյուր բառ, ամեն պահ, քայլ է ձեր արթնության մեջ։ Դուք արդեն վերցրել եք առաջին քայլը։ Այն եկել է այստեղ, սա նշանակում է, որ կայծը կա, հիմա մի թողեք նրան։ Եթե ցանկանում եք գնալ այս ճանապարհին, հետևեք այս տարածությանը, ես կկիսվեմ միայն այն, ինչ գործեր ոչ մի կախարդական բանաձև, բայց իմաստությունը փորձարկվում է ժամանակի և կյանքի հետ, պատմեք մեզ մեկնաբանություններում, թե ինչն է ձեզ տեղափոխում, ձեր պատմությունը, ձեր կասկածները, միասին մենք թեթևացնում ենք ավելի լույս։ Եվ հիշեք, մի ծույլ եղեք ձեր կյանքը ապրելու համար, սկսեք լսել ինքներդ, լուսացրեք ձեր մոմը, և առաջխաղացում միանգամից մեկ քայլ։ Տեսնում եմ ձեզ շուտով, ջերմությամբ և հարգանքով։ Ձեր ուղեցույցը, մ.